Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի կարծիքով հանրապետական գործիչներն ուղղակի առաջ են ընկել եւ ժամանակից շուտ հայտարարություններով են հանդես գալիս, ինչը բնական կարելի է համարել։ Չեն ուզում համակերպվել այն մտքի հետ, որ քաղաքական դաշտում նոր փոթորիկ է սպասվում։ Մարքսիստիկ անխատեսումներով ժողովուրդը նախագահի նոր թեկնածու կունենա եւ անկախ Բարգավաճ Հայաստան կուսակցության դիրքորոշումից Վարդան Օսկանյանն իր թեկնածությունը կառաջադրի նախագահական ընտրություններում։ Ըստ նրա այդ ամենին նպաստել են քաղաքական վերջին զարգացումներն ու այն ամենը, ինչ վերջերս տեղի ունեցավ Վարդան Օսկանյանի անձի շուրջ։ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի բնորոշմամբ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն առաջիկայում պետք է քայլ առաջ անի։ Քաղաքական գործընթացներն են այդպես թելադրում։ Հակառակ պարագայում կուսակցությունն ուղղակի կհեղինակազրկվի։ Դա մահ է նշանակում քաղաքական ուժի համար։ Դա կարող է այդպես անեն լուսանցքային քաղաքական уժերը, ովքեր ասեն мы не за красных, не за белых, наши хата с краю. Այդպես չի կարող լինել։ Նախագահական ընտրություններում Ծառուկյանի Աքիլեսյան գարշապարը դա կապիտալի անվտանգությունն է, եւ նա անպայման կկանգնի նախագահի կողքին գործող, եւ այս աժիոտաժը, որ ձևավորում են Օսկանյան Վարդանի շուրջը, իբր թե սատարում են, պաշտպանում են նրա շահերը, պարլամենտական քվեարկությունը եւ ԲՀԿ-ական բոյկոտը ցույց տվեց, որ դա կրում է իմիտացիոն բրույթ։ Մարքսիստ Դավիթ Հակոբյանը մշակել է մի բանաձև, որով առաջարկ է անում Սերժ Սարգսյանին ու վստահ է, որ եթե երկրի նախագահն առաջիկայում այդ ճանապարհով չգնա, ապա 2013 թվականի նախագահական ընտրություններում տանուլ կտա։ Ես առաջարկում եմ որպես պարտադիր նախապայման խնդրել միջնորդել Լևոն Տեր-Պետրոսյանին գլխավորելու ազգային ժողովը։ Երկրորդ Գագիկ Ծառուկյանին ուղարկել բռնելու կառավարության Գյութանի մաճը։ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով ՀՀԿ-ԲՀԿ հետագա հարաբերություններում պետք է փնտրել այն հարցի պատասխանը, թե Բարգավաճը նախագահական ընտրություններին առանձին թեկնածուով հանդես կգա, թե Սերժ Սարգսյանին կսատարի։ Գագիկ Ծառուկյանն ըստ նրա Վարդան Օսկանյանի մասով դեռևս կոնկրետ որոշում չունի։ Այդ իսկ պատճառով Էդուարդ Շարմազանովի հայտարարությունները կարելի է վաղաժամ համարել։ Մարքսիստը համակարծիք չէ, նա գտնում է, որ ԲՀԿ առաջնորդն արդեն որոշում կայացրել է։ Բարոյ հոգեբանական սատարումից բացի նա կարող էր մի 5-6 արծաթապաշտ հանրապետական գնել եւ իջիկ դարձնել Աղվան Աբարանցու խնդրանքը։ Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը վստահ է 2003 թվականին էլ ժողովուրդն ինքը չի ընտրելու իր երկրի ղեկավարին։ Հետևաբար քաղաքական ներկայիս գործընթացները նա համեմատում է կազինոյի խաղերի հետ։ Սերժ Սարգսյանը մրցում է ինքն իր հետ, նա ստեղծել է մի կազինո, որտեղ խաղում է եւ որտեղ փորձում է ներկայացնել մեզ բոլորիս։ Մենք այնտեղ չենք մտնելու եւ փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են մեր երկրին, լինելու են ընտրություններից դուրս, որովհետեւ դա կազինոյից դուրս պետք է լինի։ Մենք չենք ապրում կազինոյում։ Այնուամենայնիվ հայաստանյան քաղաքական օրակարգում քննարկման հիմնական թեման շարունակում է մնալ հետևյալ հարցը. ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններում գոյություն ունի արդյոք իրական լարվածություն, թե այնինչ տեղի է ունենում իրականում ուղղակի քաղաքական շոու է։ Մանավանդ որ Էդուարդ Շարմազանովն օրերս ԲՀԿ-ական գործիչներին հիշեցրեց հայտնի կոալիցիոն հռչակագրի մասին։ Հերմինե Մկրտչյան, Համբարձում Պապոյան, Գոր Հովհաննիսյան, Գալենյուս։